Ողջույն, ես Տիգրան Խզմալյանն եմ, Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ։ Այսօրվա մեր խոսակցությունը նվիրելու ենք Իրանին, ինչ է կատարվում մեր հարևան երկրում։ Ինչ է իրականում կատարվում Իրանում, մենք հազարամյակներ ապրում ենք իրար կողքի և այնուամենայնիվ շատ քիչ բան գիտենք իրական Իրանի մասին, հատկապես այս թոհուբոհի մեջ նման անտեղյակություն թույլ տալ շռայլությունը մեզ աններելի է։ Ես բազմիցս եղել եմ Իրանում, ունեմ ընկերներ և քաղաքական դաշտում իրանցիներ, իրանահայեր և կինոյի ասպարեզում և շատ լավ հասկանում եմ և ուզում եմ, որ մենք բոլորս հասկանանք, այն ինչ կատարվում է հիմա Իրանում, ոչ միայն ուղիղ կապ ունի Հայաստանի հետ, դա շատ թե քիչ պարզ է շատերին։ Դա ճակատագրական կարևորություն ունի Հայաստանի համար, նկատի առնելով, թե ինչ ուժեր են կուտակվել հիմա մեր երկրի շուրջը և հատկապես Իրանի տարածքում, որտեղ հավաքվել է ողջ աշխարհը։ Դա առաջին անգամ չէ, եթե ուշադիր լինենք, ողջ մարդկային պատմությունը այսպես թե այնպես պտտվում է մեր շուրջը, և դա գլուխգովության ինչ-որ դրսևորում չէ։ Իրանը դա պարթևական կայսրությունն է, հետո պարսկական, Սիրիան, դրա հարևանը դա Ասիրիայի, Իրաքը դա Բաբելոնի, աքադական, շումերական քաղաքակրթության ժառանգորդն են, հեռու չէ Եգիպտոսը, բոլորին հեռու չէ Հուդեյան, այսօրվա Իսրայելը, այդպես որ դուք կհամաձայնվեք, որ անգամ Հռոմն է այստեղ, Հռոմը տեղափոխվում է, ժամանակին դա Լոնդոնում էր, հիմա Վաշինգտոնում, բայց մեծ հաշվով կրկին, ինչպես և 2000 և 3000 տարի առաջ, աշխարհի ճակատագիրը որոշվում է այստեղ, մեր անմիջական հարևանությամբ, և անմասն դրան մնալ չի ստացվի։ Եվ ուրեմն այսպես, եթե դատենք մամուլից, ապա մեծ և հզոր Միացյալ Նահանգները չար և փոքր Իսրայելի դրդմամբ հարձակվեց հպարտ և թուլացած, բայց անկոտրում Իրանի վրա։ Այսպիսի պատկեր է առաջանում ռուսական մամուլից և այդ ռուսական մամուլից սնվող հիմնականում հայկական մամուլից, որը թեև հայերեն է հաղորդում լուրերը, բայց եթե ուշադիր լինեք, կտեսնեք, որ այնտեղ հիմնականում Մոսկվայից է գալիս տեղեկատվությունը և դրա գաղափարական աստառը շատ լավ երևում է, դա պարզապես թարգմանված է, ռուսական քարոզը։ Իրականությունը ոչ էլ այնպիսին է, ինչպես ներկայացնում են, ասենք, արաբական Ալ Ջազիրան կամ հենց իրանական աղբյուրները, իրականությունը միշտ ավելի բարդ է։ Հիշենք, որ ամեն 2-3 տարի մեկ Իրանում վերջին տասնամյակների, գոնե վերջին 10 տարվա մեջ, դուք երևի չեք մոռացել, իսկ միգուցե մոռացել եք, որտեղ մենք մոռանում ենք անգամ այն, որ ամեն 2-3 տարի Հայաստանում են ապստամբում ժողովուրդը, մենք ենք ապստամբում, բայց ասում ենք, մենք ինչ կարող ենք անել, մեզնից ոչինչ կախված չէ։ Իրանում և 2022 և 2020-19 թվականին և 16 ու 15 թվականներին պարբերաբար բռնկվում են ըմբոստություններ, ուսանողներ և կանայք, վերջին նման ըմբոստությունը անցյալ տարվա դեկտեմբերին և այս տարվա հունվարին էր, և ամեն ինչ սկսվեց Թեհրանի շուկայում։ Արդյունքները սարսափելի էին։ Թրամփը վերջերս պնդեց, որ 42,000 մարդ գնդակահարվել էր այդ օրերի ընթացքում։ Միգուցե դա չափազանցություն է, բայց ոչ այդքան մեծ։ Համենայն դեպս խոսքը գնում է տասնյակ հազարավոր
ցուցարարների, բողոքողների մասին, ում սպանում էր Իրանի իսլամական գվարդիան։ Այդպես որ սա այն իրականությունն է, որի վրա քաշով եկավ այս պատերազմը։ Բացի դա, եկեք հիշենք, որ ամռան ամիսներին նախագահ Փեզեշքյանը ցնցող լուր հայտնեց, որ Թեհրանը, մայրաքաղաքը, գտնվում է ծանրագույն ջրային ճգնաժամում եւ նա խորհուրդ տվեց մայրաքաղաքի բնակչությանը տեղափոխվել եւ մտածում են անգամ մայրաքաղաքը տեղափոխել Թեհրանից։ Իրանը գտնվում է 40 տարուց ավել, 45 մոտավորապես տարի միջազգային պատժամիջոցների ներքո։ Մարդիկ ապրում են, սովորել են այդպես ապրել եւ դա նշանակում է տեխնոլոգիական, հսկայական ճնշում եւ հետամնացություն։ Թեհրանը մեգապոլիս է, բայց անձեն աչքով երևում են ինչին են այնտեղ մեքենաները, թեև Իրանը արտադրում է սեփական մեքենաներ, հիմնականում ֆրանսիական Peugeot-ի ու Renault-ի հին սարքերով, հաստոցներով, Իրանում սարսափելի վիճակ է քաղաքացիական ավիացիայի ոլորտում, որովհետև նոր ինքնաթիռներ գնել անհնար է պատժամիջոցների պատճառով։ Պահպանվում են որոշ քիմիական, ծանր մետալուրգիայի արդյունաբերությունները, շինարարական ասպարեզում, երկիրն ապրում է, աշխատում է, զարգանում է, բայց շատ դանդաղ։ Բնականաբար Իրանի գլխավոր հարստությունն է նավթն ու գազը։ Ինքնարժեքը շատ ցածր է, որակը շատ բարձր, եւ դա ստեղծում է մեծ գայթակղություն, որին տրվում է նաեւ Իրանը, թեև դա լավ կյանքից չէ։ Կախվածությունը, երկրի կախվածությունը այդ վառելիքների այդ երկու հիմնական տեսակներից շատ մեծ է։ Ցավոք Իրանը չունի բենզին սարքելու տեխնոլոգիաներ, այդպես որ վաճառելով նավթը բենզինը հիմնականում ներկրում է։ Իրանը պատժամիջոցների նաև պատճառով մշակեց շատ յուրահատուկ տարօրինակ տնտեսական մի պայմանագիր հասարակության հետ։ Իմ սերնդի եւ ինձնից տարեց մարդիկ կհիշեն, որ Սովետական Միությունում հոսանքը գրեթե անվճար էր, 2 կոպեկ էր կիլովատը, անվճար էր գրեթե եւ ջուրը, շատ էժան էր գազը, մենք դա չէինք նկատում։ Մեր երեխաներին եւ երիտասարդներին այսօր դա երևի տարօրինակ է պատկերացնել, բայց ասեմ մենակ մի օրինակ, բոլոր տներում, օրինակ Երևանում վաննաներ կային, որտեղ տաք վաննա ընդունելը դա սովորական բան էր։ Հիմա դա գրեթե անհնար է, որտեղ դա շատ թանկ հաճույք եւ ջրի եւ ջուրը տաքացնելու, փոխելու առումով, մենակ մի փոքրիկ օրինակ որ պատկերացնենք։ Այս առումով վառելիքը Իրանում գրեթե անվճար է։ Ծիծաղելի անհավանական էժան է բենզինը, շատ էժան է գազը, հոսանքը, եւ դրա շնորհիվ է, որ կարողանում է զարգանալ տնտեսությունը, որտեղ վառելիքը էժան է։ Սնունդն է թանկ եւ թանկանում է օրեցօր։ Աշխատավարձները են ցածր։ Տարադրամի կուրսն է շատ բարդ, պաշտոնապես անգամ կա 3 տարբեր կուրս, բայց իրականում դրանք շատ ավել են։ Չեմ ուզում այդ բոլոր մանրամասների մեջ խորանամ, որովհետև կարող եմ սխալվել եւ դա այդքան էական չէ։ Էականը այն է, որ սոցիալ-տնտեսական իրավիճակը երկրում շատ բարդ է։ Եվ այս ամենի պայմաններում տեղի ունեցավ վերջին օրերին մի շատ կարևոր իրադարձություն, որը գրեթե աննկատ անցավ, գոնե մեր երկրում։ 2-3 օր առաջ նախագահ Փեզեշքյանը եւ նրա արտգործնախարար Արաքչին հայտարարել են, որ Օրմուզի նեղուցը բաց է։ Սա նշանակում էր, որ երկրի քաղաքական ղեկավարությունը քայլ է անում
նահանգների եւ արևմուտքի պահանջներին ընդառաջ, որովհետեւ Օրմուզի նեղուցի բացումը պահանջում էր ոչ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգները, այլ նաեւ Եվրոպան, այլ նաեւ Չինաստանը։ Օրմուզը հիմա գիտեն գրեթե բոլորը, որ նեղ 40 կիլոմետրանոց մոտավորապես նեղուցով, որը գրեթե նույնքան լայն է կամ նեղ նայած տեսակետից, որքան էլ Սյունիքի այսպես կոչված միջանցքը մեր սահմանը Իրանի հետ, նույնպես 40-42 կիլոմետր։ Հորմուզի նեղուցով անցնում է աշխարհի 20-ից 30% նավթի եւ գազի պաշարները, դա ահռելի քանակություն է, որովհետև օրինակ դա գրեթե 40%-ն է նրա, ինչ գնում է Հնդկաստանը, Իրանից եւ արաբական երկրներից, 50%-ն է նրա, ինչ ներմուծում է Ճապոնիան, 30-ից 40%-ն է նրա, ինչ Չինաստանն է ներմուծում, նույնպես Իրանից եւ արաբական երկրներից։ Այսինքն Միացյալ Նահանգների այս քայլը ծնկի բերեց ոչ միայն Իրանին, այլ նաեւ Չինաստանը, Ճապոնիան, Հնդկաստանին, դա ահռելի մեծ հարված է համաշխարհային վառելիքի շուկային եւ բնականաբար ողջ աշխարհում, ինչպես նաեւ Միացյալ Նահանգներում, թանկանում են վառելիքի, բարձրանում են վառելիքի գները, թեև Միացյալ Նահանգները ունեն բազմաթիվ այլ աղբյուրներ եւ արաբական եւ իրանական նավթը իրենց համար կրիտիկական չէ։ Հիշեցնեմ, որ վերջերս Միացյալ Նահանգները տիրացան աշխարհի ամենամեծ նավթի պաշարների Վենեսուելայում եւ եւս մի կարևոր բան, Ինդոնեզիա եւ Մալայզիայի հետ օրեր առաջ կնքվեց մի պայմանագիր, համաձայն որի Մալաքյան նեղուցը, դա երկրորդ կարևորագույն նեղուցն է, որով անցնում են ապրանքները, այդ թվում նաև վառելիքը, անցավ Միացյալ Նահանգների վերահսկողության տակ։ Այսինքն, այն ինչ շատերին թվում է Թրամփի խելագար քայլեր, իրականում թաքցնում է շատ լուրջ ռազմավարություն։ Եվ ահա Իրանի քաղաքական ղեկավարությունը առաջարկեց բացել նեղուցը, սակայն ժամեր անց իսլամական գվարդիայի կարճ ասեմ Ալ-Քուդս, այդպես են անվանում հաճախ այդ ռազմական կառույցը, Ալ-Քուդս դա արաբական անվանումն է Երուսաղեմի անվանումն է, արաբական երկրների համար էլ սուրբ քաղաք է եւ Ալ-Քուդս այդպես երբեմն անվանում են իսլամական հեղափոխության պահապանների գվարդիան եւ փաստորեն այստեղ եւս մի կարևոր բան է։ Առաջինը, փաստորեն իսլամական գվարդիայի Ալ-Քուդսի ղեկավարությունը չեղարկեց երկրի քաղաքական ղեկավարության հայտարարություն աշխարհակաղակական կարևորություն ունեցող։ Եվ պարզ դարձավ, որ Թեհրանը մեկ լեզվով, մեկ ձայնով չէ, որ խոսում է։ Բան այն է, որ Ալ-Քուդսը, իսլամական գվարդիան, ենթարկվում է ոչ թե նախագահ Փեզեշքյանին եւ կառավարությանը, այլ միայն Այաթոլլահ Խամենեիին, երիտասարդ Խամենեիին, որովհետեւ առայժմ Այաթոլլահ Խամենեին մնաց Այաթոլլահ Խամենեի, պարզապես 86-ամյա սպանված Այաթոլլահի փոխարեն եկավ ծանր, ասում են, վիրավորված, բայց 56 տարեկան ավելի երիտասարդ նրա որդին, նույնպես Այաթոլլահ Խամենեին, Մեջթաբ Խամենեին, եւ այդ թևը, կրոնական թևը, որը տիրապետում է գլխավոր եւ գերակա իշխանությանը Թեհրանում, հրաժարվեց բանակցություններից եւ զինադադարից Ամերիկայի հետ։ Այսինքն մենք ամբողջ աշխարհը տեսավ, որ Թեհրանում, Թեհրանի էլիտաներում լրջագույն ճեղք է առաջացել։ Սակայն դա ամբողջը չէ։ Ոչ բոլորը գիտեն, որ պատերազմը եւ զոհերը ռազմական Իրանում գրեթե չեն վերաբերում Իրանի բանակին, որովհետեւ Իրանի բանակը
գրեթե չի մասնակցում այս պատերազմին։ Կարծում եմ, որ շատերիդ համար դա տարօրինակ կանչի։ Այո, Իսրայելի եւ Միացյալ Նահանգների բոլոր հարվածները հիմնականում ուղղված են ոչ թե Արտեշի, այդպես է կոչվում ֆարսի լեզվով Իրանում բանակը, ոչ թե բանակի Արտեշի, այլ հենց Ալ-Քուդսի իսլամական գվարդիայի ռազմական օբյեկտների վրա։ Բան այն է, որ գվարդիան այդ ոչ միայն բանակ է, դա մի ամբողջ պետություն է պետության մեջ եւ կարելի է դա համեմատել միայն ըստ երևույթին KGB-ի հետ։ Որտեվ KGB-ն ուներ իր զորքերը, օրինակ հիմա էլ Հայաստանում կանգնած են KGB-ի կամ ինչպես հիմա են ասում FSB-ի զորքերը, ամբողջ սահմանապահ զորքերը, որ կանգնած են Հայաստանում, դրանք ռուսական բանակ չեն, դրանք KGB-ի, FSB-ի բանակն է, այսինքն FSB-ն ունի սեփական բանակ։ Նույնը եւ Իրանում։ Բացի զորքերից եւ բավական լուրջ, իրենք ունեն նաեւ արդյունաբերական հզորություններ, որտեղ սկզբից իրենք ստեղծեցին ռազմական շինարարության կառույցներ։ Դե բանակին անհրաժեշտ են կամուրջներ, բառակներ, կազարմաներ, կամաց նրանք չարաշահելով իրենց դիրքը, դարձան ավելի հզոր, քան դասական բանակը, Արտեշը։ Եվ պարզվեց, եւ հիմա դա ակնհայտ է բոլորին, որ կրկնում եմ, իրանական բանակին, որը ժառանգն է շահական Իրանի, թագավորական Իրանի բանակի, եւ իսլամական այս բանակի միջև նույնպես կան լուրջ հակասություններ։ Որն են այդ հակասությունները։ Բան այն է, որ սահմանադրական բանակը, դասական բանակը, պետական բանակը շատ ավելի թույլ է, վատ է զինված։ Զինվորները եւ սպաները շատ փոքր չնչին աշխատավարձներ են ստանում։ Նրանց սոցիալական պայմանները ողորմելի են։ Եվ դա բնականաբար վրդովմունք ու զայրույթ է առաջացնում այդ շրջանակներում։ Ուրեմն մենք տեսնում ենք, որ Իրանում բացի կառավարությունից եւ իսլամական գերագույն ղեկավարությունից կա նաեւ իսլամական բանակը, Ալ-Քուդսը, որը ենթարկվում է այաթոլլաներին, բայց չի ենթարկվում պետությանը, այսինքն աշխարհիկ իշխանությանը, կառավարությանը։ Մենք դա տեսանք ժամեր առաջ եւ կարողանում է որոշումներ ընդունել Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում, այսինքն արտաքին քաղաքականություն է վարում սեփական։ Բացի դա, այն հակադրված է բանակին եւ կա բացի այս 3 բևեռներից եւ 4-րդը, ամենակարևորը թերևս, դա Իրանի ժողովուրդն է։ Ես սկսեցի մեր խոսակցությունը նրանից, որ Իրանի ժողովուրդը տարիներ շարունակ, ըստ որում տարբեր սոցիալական աստառներով եւ մակարդակներով ուսանողությունը, որը շատ մեծ դեր է խաղում սոցիալական կյանքում, Իրանը երիտասարդ ազգ է, այն առումով, որ դեմոգրաֆիկ առումով մինչև 30 տարեկան բնակչությունը կազմում է 25%-ից ավել, 28-30%, դա շատ մեծ թիվ է, որ պատկերացնեք, ասենք, լավ, չհամեմատեմ Հայաստանի հետ, չտխրեցնեմ մեզ եւ ձեզ, բայց Իրանում դա նշանակում է, որ ակտիվ, մոբիլ, սոցիալապես ակտիվ նախ եւ առաջ բնակչությունը, երիտասարդները կազմում են բավական մեծ բարձր տոկոս։ Կանայք, որոնք շատ կարևոր դեր ունեն Իրանի հասարակության մեջ, մենք երևի լավ չենք պատկերացնում դա, առավել ևս Եվրոպան ու Ամերիկան, բայց կնոջ դերը իրանական հասարակության մեջ ավելի բարձր է, քան տղամարդու դերը։ Դա կարող է, կրկնում եմ, տարօրինակ թվալ իսլամական աշխարհի այդ կարծրատիպերի մեջ ապրող մարդկանց, բայց Իրանուհին իրական տան տիրուհին է։ Եվ քանի որ Իրանն էլ, ինչպես նաև մենք հայերս
ընտանեկան կենտրոն ազգեն, ընտանիքը կենտրոնն է իրանական աշխարհի, աշխարհայացքի, կենցաղի, փիլիսոփայության կինը Իրանում ոչ միայն մեծ դեր ունի եւ մեծ ազդեցություն, կանայք շատ հանդուգն են, շատ բարձր պահանջներ եւ սպասելիքներ ունեն կյանքից, երկրից, պետությունից, աշխարհից, իրենցից եւ տղամարդկանցից։ Եվ այդ ամենը դարձնում է իսլամական շարիա կյանքը Իրանում շատ հակասական, որովհետև դրան դիմադրող ուժերը շատ մեծ են։ Եվ այդ ամեն ինչին ավելանում է Իրանի սարսափելի տնտեսական իրավիճակը, որը բացի աղքատությունից արդեն բերում է ժողովրդին սովի եզրին։ Բազմաթիվ ընտանիքներ չեն կարող իրենց թույլ տալ միս, հավկիթ, եւ այդ հարուստ երկիրը, որն ունի ծով եւ օվկիանոս, հնդկական Պարսից ծոցը, որն ունի նավթ ու գազ, որ ունի բազմաթիվ մետաղներ, պաշարներ, պատկերացնեք մեր Սյունիքը ունի շարունակություն ողջ Իրանի լեռնային շղթաներում, նրանք Հայաստանի պես բնություն ունեն եւ հսկայական տարածք, միլիոն քառակուսի կիլոմետր ծավալ։ Այդպես որ այս ամենը դարձնում է, ստեղծում է մի շատ տարօրինակ իրավիճակ եւ ժողովուրդը այլևս չի ցանկանում հաշտվել այդ զրկանքների հետ։ Ահա ինչու պատերազմը ընթանում է այսպիսի տարօրինակ ձևով, որովհետև իրականում Միացյալ Նահանգները եւ նրանց դաշնակից Իսրայելը, որը շատ լավ գիտի Իրանի ներքին կյանքը, իրավիճակը, հոյակապ գիտի, այնքան լավ գիտի, որ բոլոր սպանությունները բարձրաստիճան պաշտոնյաների եւ զինվորականների կետային էին, կներեք անհաջող երևի տվյալ կոնտեքստում արտահայտությունը ոսկերչական ճշգրտությամբ էին արվում, այսինքն Իսրայելը գիտի մինչև 1 մետր տեղաշարժերը երկրի ամենապաշտպանված եւ գաղտնիության շղարշի տակ ապրող մարդկանց, պաշտոնյաների, գիտնականների, սա նշանակում է, որ ոչ ոք պաշտպանված չէ Իրանում։ Եվ այդ պայմաններում այնուամենայնիվ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը վարում են տարօրինակ պատերազմ, կետային։ Իհարկե, Թրամփը ճիշտ է ասելով, որ իրենք 24 ժամվա մեջ կարող են հողետ հավասարեցնել երկիրը միայն օդային անգամ հարվածներով, դա չի արվում, որովհետև իրականում Միացյալ Նահանգները եւ Իսրայելը պատերազմում են ոչ թե Իրան պետության հետ, իրենք պատերազմում են իսլամական ռեժիմի հետ։ Եվ այստեղ մենք պետք է շատ լավ հասկանանք, որ այն, ինչ կարող է պատահել Իրանում, ունի մեզ համար երկու տարբեր ելքեր։ Մեկն է այն, ինչը նշмарվում է քարոզչական մամուլից։ Իրանը դիմադրեց, Իսրայելը եւ Միացյալ Նահանգները խայտառակվեցին, պարտվեցին, հեռացան, ոչինչ չի փոխվել։ Հնարավոր է նման տարբերակ, այո, հնարավոր է։ Կա եւ մյուսը։ Եվ այդ սցենարը մուրազ է, երազանք է Թուրքիայի, Ադրբեջանի, որոշ արաբական երկրների համար։ Իրանին այդ սցենարով սպասվում է Իրաքի եւ Սիրիայի ճակատագիրը, Լիբանանի, որոնք չդիմացան դրսի եւ ներսի այս իրարամերժ ճնշումներին եւ պայթեցին։ Եվ Լիբիան,
դադարել են նորմալ պետություններ լինել, ինչ է դա նշանակում Հայաստանի համար, դա այնպիսի սարսափ է, որ ես չեմ էլ ուզում անուն տալ դրան, միայն պատկերացրեք, որ Իրանի հյուսիսը Թաբրիզը կենտրոնով կարող է տեսականորեն այդ սցենարով միավորվել Բաքվի Հանրապետության, ավելի ճիշտ բռնապետության հետ, եւ իրենք երկուսով փաստորեն դառնան Թուրքիայի հետ, փաստորեն ոչ միայն դաշնակիցներ, այլ գրեթե նույն պետություն։ Մեր հարավում առաջանալու է ահռելի մեծ 140 միլիոնանոց։ Հիշեցնեմ, որ պաշտոնապես ամբողջ Ռուսաստանի բնակչությունը 140 միլիոն, ինչը իհարկե չափազանցություն է, իրականում 100-ից էլ քիչ են Ռուսաստանի քաղաքացիները, բայց ինչևէ, եւ սա նշանակում է մեզ համար քաղաքական աղետ։ Կա եւ երրորդ տարբերակ։ Երրորդ տարբերակն է այն, ինչը համառորեն պատրաստում են Իսրայելը եւ Միացյալ Նահանգները։ Ռեժիմի փոփոխություն։ Հավանաբար ժողովրդավարական, սահմանադրական թագավորություն Ռեզա Փահլավիի գլխավորությամբ։ Մենք խոսել ենք, եւ ես այս ալիքով այլ միջոցներով, որ այդ տարբերակը երանելի է Հայաստանի համար։ Այդ տարբերակը կնշանակի, որ Իրանը դառնալու է արևմտյան աշխարհի համար բաց երկիր, եւ որ գլխավոր ճանապարհներից մեկը դեպի Եվրոպա Իրանի համար կդառնա Հայաստանը։ Ես կարծում եմ, որ մենք գտնվում ենք այդ հանգուցալուծումից մի քանի օրվա տարածության վրա։ Ամեն ինչ պարզ կարող է դառնալ արդեն 10-15 օրից։ Միգուցե ես սխալվում եմ եւ, ինչպես ասում են, այս խմորը շատ ջուր կտանի, շատ նավթ եւ շատ արյուն։ Վերջում ասեմ, որ կարծում եմ ողջ հայ ժողովրդի անունից նախ եւ առաջ պետք է երջանկություն, հաջողություն, խաղաղություն ցանկանալ Իրանի ժողովրդին, արդար խաղաղություն, որովհետեւ պարտությունից հետո խաղաղությունը մնում է միայն գերեզմաններում։ Մենք դա գիտենք։ Իրանը պայքարում է ոչ այնքան Միացյալ Նահանգների, Իսրայելի, Արևմուտքի դեմ հետ, այլ հանուն ազատության, հանուն քաղաքակրթության, հանուն կյանքի։ Եվ հայ ժողովուրդը միշտ այս իմաստով Իրանի ժողովրդի լավագույն դաշնակիցն է եւ հարևանը։ Այսօր այսքանը։ Շնորհակալություն։ Վերջում հիշեցնեմ, որ մեզ պետք է ձեր տեսակետները, արձագանքները բաժանորդագրվեք։ Մենք թողնում ենք նաեւ հղում, եթե դուք որոշեք օգնել մեզ Հայաստանի Եվրոպական կուսակցությանը, Եվրոպական Հայաստանի նախագծին, կարող եք օգտվել այդ հղումից եւ գումարով նույնպես աջակցել մեր ընդհանուր պայքարին։ Լավ շաբաթ ձեզ, ցտեսություն։